Հայկական բարեգործական ընդհանուր միության հայկական վիրտուալ համալսարանը 3 տարեկան է։ Այդ ընթացքում համալսարանը ավելի քան 2000 մասնակից է ունեցել 63 երկրներից։ Այսօր օնլայն կազմակերպվել է նաև առաջին շրջանավարտների ավարտական հանդիսությունը։ Առաջին անգամ Հայաստանում շրջանավարտները օնլայն դիպլոմներ են ստացել։ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ասել է, որ համալսարանի ստեղծումից հետո Հայաստանում սկսեց զարգանալ դիստանցիոն կրթության հնարավորությունը, որը նաև հայապահպանության խնդիր է լուծում։ Ըստ նախարարի, վիրտուալ համալսարանը դիմել է նախարարություն, որպեսզի Հայաստանում պաշտոնապես ստանա բարձրագույն կրթական ծառայությունների մատուցելու լիցենզիա։ Մենք կճանաչենք այս քոլեջը որպես բարձրագույն ուսումնական հաստատություն։ Դա շատ կարևոր է, դա կլինի առաջին վիրտուալ ուսումնական հաստատությունը, որին մենք ուզում ենք ճանաչել։ Իհարկե process է, այնպես չէ, որ մենք նվիրելու ենք այդ լիցենզիան։ Գիտեք, որ մենք լիցենզիաների հարցում շատ խիստ ենք ու գծուց ենք վերջի տարիներին, ավելի շատ փակման ու լիցենզիայի ձգելու կողմնակիցներ են, քան նոր լիցենզիաներ տալու, բայց այս նախագիծը այնքան հեղափոխական է եւ այնքան լավն է, որ մենք պատրաստ ենք կազմակերպիչների հետ միասին անցնել այս ճանապարհը եւ լուծել այս հարցը։